Հարգելի իմ դիտող, քանի որ ես խոստացել եմ, որ կխոսեմ դևերի միֆոլոգիայի մասին, այսօր ուզում եմ խոսել իրենց, եթե մենք նայում ենք հրեշտակներին, մի տեսակ կատարյալ, գեղեցիկ, իրանք տեսք ունեն, շքեղ, իսկ երբ նայում ենք դևերին, տեսնում ենք, որ իրենք ունեն տձև, կիսատ, մարմին։ Այսօր ուզում եմ խոսել հենց ինչի համար է, էլի այդպես խոսենք իրենց միֆոլոգիայի մասին։ Այստեղ իհարկե աստվածներ էլ կան այս կալոդայում, բայց եթե դուք նկատեք, իրենք ստեղծված են այսպես մի քիչ կենդանու, մի քիչ մարդի, չնայած որ իրենք կարողանում են իրենց այսպես փոխեն իրենց մարմինը, ավելի կատարյալ Երևան, հետո նորից դառնան այդպես վախեցնող արտաքին ունենան, բայց իրենք ամեն ինչ կարող են փոխել, բայց չեն կարող փոխել իրենց վերջույթները, որտեղից նշան է, որ իրենք մարդ չեն, իրենք դև են։ Հիմա խոսեմ միֆոլոգիայում ըստ համաշխարհային դիցաբանության պատկերացումների, այդ թվում նաև հայկական ավանդապատումների եւ հեքիաթներում դևերը ստեղծված են թերի, որպիսի մարդը միշտ հնարավորություն ունենա հաղթելու նրանց եւ բարի հաղթանակ տանի չարի նկատմամբ։ Դևերի թերությունը ոչ թե պատահականություն է, այլ դիցաբանական կարևոր կանոն, որը ունի իր հստակ պատճառները։ Ինչու են դևերը թերի։ Ֆիզիկական տգեղություն եւ անհամաչափություն։ Դևերն ունենում են հսկայական մարմին, բայց չափազանց մեծ գլուխ, կճուճի մեծության աչքեր կամ ավելորդ վերջույթներ, օրինակ 7 գլուխ։ Այս անհամաչափությունը նրանց դարձնում է դանդաղաշարժ, կոպիտ եւ ցնդրիկ։ Դևերը օժտված են ահռելի ֆիզիկական ուժով, բայց զուրկ են բանականությունից, խորամանկությունից եւ ճկուն մտքերից, չնայած որ իրենց մեջ կան շատ խորամանկ դևեր։ Սա ես միֆոլոգիան եմ ասում, ովքեր որ դեմոնոլոգիան արդեն ուսումնասիրել են, ունեն հստակ պատկերացում, թե ովքեր են դևերը։ Միֆերում հերոս մարդը գրեթե միշտ հաղթում է դևերին, ոչ թե ուժով, այլ խելքով եւ հնարամտությամբ։ Ըստ ավանդույթների դևերն ունեն միայն բացասական էմոցիաներ, նախանձ, ագահություն, բարկություն, նրանք չեն ճանաչում սեր, հավատարմություն կամ կարեկցանք, ինչը նրանց դարձնում է կանխատեսելի եւ խոցելի։ Դևերի կյանքը կամ ուժը հաճախ թաքնված է լինում իրենց մարմնից դուրս, սնդուկի մեջ, հավկիթի մեջ, թռչնի սրտում կամ կոնկրետ մի մազի մեջ։ Սա նրանց միֆական ամենամեծ թերությունն է։ Եթե դևն ունենար թե ահռելի կախարդական ուժ եւ թե բարձր բանականություն, մարդը երբեք չէր կարողանա ապրել նույն աշխարհում։ Դրա համար այդ մեծ հսկայական ուժի դիմաց դևին տրվել է թերություն։ Ըստ հեքիաթների, ըստ բարոյախրատական այսպես դերերի, թերի դևերի կերպարանքով հեքիաթներն ու միֆերը սովորեցնում են, որ կյանքում կոպիտ ուժը միշտ պարտվում է լույսին ու խելքին։ Դիցաբանական բարձրագույն ուժերը աստվածները կատարյալ են, գեղեցիկ, համաչափ, իսկ դևերը մարմնավորում են քաոսն ու անկատարությունը։ Հայկական հեքիաթների կոնկրետ դրվագներում, եթե ինչպես են հերոսը բախվում դևի հետ, ըստ հեթանոսական եւ քրիստոնեական միֆերի ավանդությամբ, դևերը ստեղծվել են ուրբաթ օրը
Իսկ նրանց կիսատ թերի մնալու պատճառը եղել է Աստծո շտապողականությունը, քանի որ ժամանակը արդեն սպառվում էր եւ գնում էր դեպի շաբաթօր, իսկ շաբաթօրը ինչ պետք է լիներ, պետք է Աստված հանգստանար։ Երբ որ աշխարհը ստեղծեց, հասավ ուրբաթ օրը, ինքը ստեղծեց կենդանիներ, ոչ միայն կենդանիներ, այլ դեռ շարունակվում էր իր ստեղծագործությունը, ու ինքը սկսեց դևերին, ստեղծել։ Բայց քանի որ ժամանակը արդեն սպառվում էր եւ Աստված արդեն հոգնել էր, ստիպված այսպես, քանի որ օրն էլ ավարտվում էր, գնում էր դեպի շաբաթ, դևերը ստեղծվեցին կիսատ։ Ըստ ժողովրդական կրոնական պատկերացումների, Աստված ուրբաթ օրը ստեղծում էր զանազան արարածներ։ Դևերին ստեղծելիս նրանց տվեց ահռելի ֆիզիկական ուժ եւ հսկայական մարմին, սակայն երբ հերթը հասավ նրանց խելք, գեղեցկություն եւ հոգեվոր կատարելություն տալու, ժամանակը սպառվեց եւ արդեն շաբաթ օրն էր, քանի որ մոտենում էր արարչագործության 7-րդ օրը, շաբաթը, որը սուրբ էր եւ Աստծո հանգստի օրն էր, Աստված դադարեցրեց արարումը, դևերը մնացին այնպիսին, ինչպիսին կարողացել էին ձևավորվել մինչև այդ պահը, մարմնով հսկա, բայց խելքից եւ հոգուց զուրկ, այսինքն կիսատ պրադ։ Մեկ այլ ավանդության համաձայն դևերը սկզբում եղել են երկնային հրեշտակներ, բայց հպարտացել են եւ ապստամբել են Աստծո դեմ։ Աստված նրանց երկնքից ցածր գցել երկրի վրա։ Այդ անկման ընթացքում այստեղ հարված, այնտեղ հարված, կորցրել էին իրենց կատարելությունը, կերպարանափոխվել եւ դարձել են թերի տգեղ ու ցածրակարգ էակներ, դևեր։ Քանի որ դևերը կիսատ արարման պատճառով չունեն ճկուն բանականություն, հայկական հեքիաթների հերոսները, կտրիչները, նույնիսկ ворդ, ծնողազուրկ երեխաները կամ նույնիսկ դերձակները նրանց հաղթում էին պարզ խորամանկությամբ։ Հերոսը դևին վախեցնելու համար վերցնում էր մի կտոր պանիր կամ կավիճ, սեղմում էր ձեռքի մեջ, որից ջուր էր թափվում, եւ դևին ասում էր. «Տեսնում ես, քարից ջուր եմ քամում»։ Դևը հավատում էր եւ սկսում էր վախենալ մարդու ուժից։ Ինչպես հունական միֆերում Բոդիսևսը կուրացնում է Կիկլոպին ավելի շուտ, այնպես էլ հայկական պատումներում հերոսը, օրինակ մի աչքանի դևի պատմություններում, օգտվում է դևի դանդաղաշարժությունից, շիկացած շամփուրով խփում են նրա միակ աչքին եւ փախչում է մտնելով ոչխարի մորթու մեջ։ Ինչ կապ ունեն դևերը բնության տարերքների հետ։ Հնում մարդիկ չէին կարողանում բացատրել աղետների պատճառները, ուստի դրանք վերագրում էին, որ այդ աղետը տեղի ունեցել դևերի հետ պայքարի ժամանակ։ Օրինակ, երբ որ տեղի էր ունենում ամպրոպ կամ կայծակ, համարվում էր, որ Աստծո հրեշտակները հարվածում էին դևերին։ Երբ կայծակ էր լինում, ասում էին Աստված դևերին որսում է կամ պատժում է։ Երաշտի կամ ջուր չլնելու դեպքում ասում էին, որ վիշապները փակում են գետերի ջուրն ու աղբյուրները, նրանք թույլ չեն տալիս, որովհետև զոհաբերություն են պահանջում գեղեցիկ աղջիկների, որպեսզի բացեն ջուրը։ Կա նաև միֆոլոգիայում սև եւ սպիտակ դևեր։ Հայկական դիցաբանության մեջ դևերը բաժանվում են երկու գույնի, բայց նրանց բնավորությունը միշտ չէր, որ համապատասխանում էր իրենց գույների։ Սև դևերը, սրանք հիմնականում մարմնավորում էին բացարձակ չարիք եւ գետնի տակը եւ մութ աշխարհները։ Նրանք մարդակեր էին, պահում էին գերված արքայադուստրերին եւ ոչ մի դրական գիծ չունեին։ Հիշեցնեմ, սրանք միֆոլոգիա են, ովքեր որ ուսումնասիրել են դեմոնոլոգիան, իրանք ունեն լրիվ կարծիք եւ մոգերը աշխատում են դեմոնների հետ։ Չնայած իրենց գույնին, հեքիաթներում սպիտակ դևերը հաճախ ավելի վտանգավոր էին, խորամանկ եւ քանի քասելերը կավել ընդհակառակը հանդես էին գալիս որպես չեզոք կամ բարի ուժեր, որոնք կարող էին օգնել հերոսներին, եթե վերջինս իրենց հարգանքով վերաբերվեր, այսպես պաբրացկի, էլի,
եւ դրական կապեր ունենալ դևի հետ։ Ասեմ, որ դևերի մեջ կան բժշկող դևեր, սովորեցնող դևեր, աստղագիտություն սովորեցնող, էքստրասենսորիկան ավելացնող, այնպես որ սա միանշանակ միֆոլոգիայի մասին եմ ես խոսում, հա։ Եվ մեզանից շատ-շատերը հենց աշխատում են եւ գիտելիք են ստանում, դևը դառնում է ուսուցիչ, հա, եւ պահապան, եւ ուսուցիչ, եւ սովորեցնում է, հա, մոգին երկնային գաղտնիքները։ Միֆոլոգիայում եւ ժողովրդական բանահյուսության մեջ ոտքերը դևերի, սատանաների եւ չարուշերի ամենագլխավոր առատն ու անձնագիրն էին, քանի որ նրանք կարողանում են կատարյալ կերպարանափոխվել, բայց երբեք չեն կարողանում թաքցնել իրենց կենդանական հավի ժամանակ է գտել, վայ, ամեն անգամ կերպարանափոխվել, բայց երբեք չեն կարողանում թաքցնել իրենց կենդանական հավի, այծի կամ ավանակի ոտքերը։ Ես ուզում եմ մի պատմություն պատմեմ, որտեղ Սողոմոն իմաստունը, արդեն պատմել եմ, հա, Ասմոդեի հետ կապված, բայց ուզում եմ խոսեմ նաև Սողոմոն իմաստունի եւ Շեբայի թագուհու Բաղկիս պատմության հետ, որը հրեական եւ արաբական լեգենդներում պատմվում էր, որպես Սողոմոն թագավորը կասկածում էր, թե իր մոտ հյուր եկած չքնաղ Շեբայի թագուհին, արաբական ավանդույթների մեջ մեծ Բաղկիս, իրականում կին չէ, այլ դև Լիլիթի սերնդից է կամ հենց ինքը դիվային էակ Ասմոդեի դաշնակից Լիլիթը, ինչպես բացահայտվեց թագուհին, ուրեմն թագուհին արքայական այնքան գեղեցիկ էր, որ նրան նայելով հնարավոր չէր ոչինչ կասկածել։ Սողոմոնը դիմեց խորամանկության, իր պալատի դահլիճի հատակը պատեց ամբողջական թափանցիկ ապակուց, որի տակ ջուր լցրեց եւ ձկներ, այսպես ստեղծելով ջրավազանի պատրակ։ Երբ թագուհին ներս մտավ, կարծես թե պետք է անցնի ջրի միջով, նա բնազդաբար բարձրացրեց իր զգեստի փեշերը եւ Սողոմոնը տեսավ նրա ոտքերը, ինչ կար այնտեղ, ըստ տարբեր այսպես միֆոլոգիայի տարբերակների, թագուհու ոտքերը մարդկային չէին, դրանք ծածկված էին կոշտ սև մազերով, ինչպես այծի ոտքերը, կամ ունեին աքլորի, թռչնի, այսպես եղունգներ։ Այսպես Սողոմոնը հասկացավ, որ թագուհին դև է եւ Լիլիթն է։ Կաբալիստիկ ավանդույթներում ես նշեմ, որ Լիլիթը եւ Ասմոդեը համարվում են դժոխքի արքան եւ թագուհին, եւ Լիլիթի միֆերում հաճախ պատկերում են հենց թռչնի կամ բվի ոտքերով եւ եղունգներով։ Իսլամական միֆոլոգիայում ջիները կարող էին ընդունել ցանկացած գեղեցիկ տղամարդու կամ կնոջ կերպարանք, բայց նրանց ոտքի թաթերը միշտ մնում էր հակառակ շրջված, կրունկները առաջ, մատները հետ, կամ ավանակի սմբակների տեսքով։ Լեգենդներում մարդիկ գիշերով ճամփորդելիս հանդիպում էին բարի անցորդների, բայց հենց հայացքը ընկնում էր փեշի տակից երևացող սմբակներին, սարսափած փախչում էին։ Սլավոնական միֆոլոգիայում չորս սատանա, ռուսական եւ ուկրաինական հեքիաթներում սատանան հաճախ հագնվում է շքեղ կոստյում, գլխարկով թաքցնում էր եղջյուրները, բայց երբեք կոշիկ չէր հագնում, որովհետև կոշիկի մեջ չէին տեղավորվում իր այծի սմբակները։ Եվ այսպես, ինչու հենց ոտքերը, միֆական բացատրությունն այն է, որ դևերը երկնքից բարձրագույն աշխարհից գետնին տապալված էակներ են, գետինը հողը եւ ստորգետնյա աշխարհը նրանց տիրույթն է, ոտքերը, որոնք հպվում են կեղտոտ հողին, կապված են կենդանական ու ցածրակարգ բնության հետ, ուստի աստվածային կանոններով դևերին արգելված է մաքրել կամ կատարյալ դարձնել իրենց մարմնի այդ մասը։ Ես դևերին ինչպես են կարողացել ճանաչել նաև կրակի միջոցով, հա, մոմը վառել են, դրել են իրանց առաջ եւ այստեղ հայացքը դևը փախցրել է եւ պատի վրա ստվերը ստացել են այն ստվերը, որը ունի իրականում ինքը, որքան էլ որ ինքը փոխել է իր արտաքինը։ Քանի որ դև կանայք եղել են այսպես երկար մազերով գեղեցիկ էակներ,
մազերը կտրել են եւ այրել են, հա, այդպես դևը նորից ստացել է իր նախկին տեսքը, կամ եղել են այսպես վհուկների տեսքով, օրինակ ինչպես Բաբա Եգան, հա, ունեցել են երկար եղունգներ, չանչեր, որոնք նման են եղել գիշատիչ կենդանու։ Եվ այսպես երկար կարելի է խոսել դևերի մասին, բայց ես ասեմ, որ սրանք դիցաբանության միֆոլոգիայի այսպես ավելի շուտ միֆոլոգիա է, բայց իրականում այո, դևերը ունեն այդ տեսակ խնդիր, իրանք կատարյալ չեն, բայց հրեշտակներն էլ, որ այդպես կատարյալ են ստեղծել, հրեշտակներն էլ այդպեսին չեն, դա ուղղակի մարդու պատկերացումն է եղել, որ ստեղծել է այդպիսի կերպարներ, օրինակ իմ սեղանին իմ Լիլիթս դրված է ոչ թե որպես դևերի թագուհի, այլ կարմիր լուսնի, սև լուսնի աստվածուհի եւ որպես կանացի անհնազանդ հզոր ուժ, որ չի ընդունում սովորական օրենքներ, այսինքն սովորական ենթարկվող կնոջ օրենքները։ Դե հիմա ասենք չասեմ Լիլիթը ինձ համար ով է, ինչ է, բայց ես իրան ընդունում եմ որպես լուսնի աստվածուհի եւ ոչ թե դև։ Եթե ունենում եմ աշխատանք, որը կապված է Լիլիթի դիվային կողմի հետ, այդ ժամանակ այո։ Այդ ժամանակ արդեն ուրիշ ձև է, հա, դիմումը լինում, ուրիշ ձև է մոտեցումը լինում։ Այսպես, նու կողքը ընդունենք Ասմոդեին որպես քաոս առաջացնող, հա, արքա, դևերի արքա, բայց նաև ինքը ունի հզոր պաշտպանիչ միջոց, տալիս է գիտելիք, իմաստություն եւ նաև պաշտպանություն, ինչի՞ չէ։ Այնպես որ մարդիկ ստեղծել են տարբեր միֆոլոգիաներ դևերի շուրջ, երբեմն վախեր առաջացնելու, երբեմն արգելքներ հանդիսանալու, բայց երբ որ մարդիկ ուսումնասիրում են դեմոնոլոգիան, այնտեղ գիտենք, որ կան հսկայական այսպես 3 չիներ, կան արքաներ, իշխաններ եւ տարբեր պաշտոններ, հա, զբաղեցնող դևեր, հզոր կերպարներ, որտեղից մոգը կարող է ստանալ հզորություն, կարող է ստանալ գիտելիք, կարող է սովորել մարդկանց ինչպես բժշկել, քարերի մոմերի հետ ինչպես աշխատել, մոլորակների հետ ինչպես աշխատել եւ ինչու՞ չէ կարող են համարվել նաեւ լավագույն ուսուցիչները։ Այսպես